Այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները ինչքան մոտենում են, հասարակության շրջանում կրքերը գնալով էլ ավելի են թեժանում։ Սակայն այս լարվածության մթնոլորտում ակնհայտ է մեկ բան. հանրության զգալի հատվածը շարունակում է վստահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեսնելով նրա մեջ այն առաջնորդին, ով պատրաստ է պատասխանատվություն կրել երկրի ապագայի համար։ Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Վայ, այդ ասելու բան, մարդ պիտի կույր լինի, որ չտենա այս մարդը ինչեր է անում։ Ընդդիմությունն ասում է, որ կործանել է այս երկիրը։ Ընդդիմությունը իրանք են կործանված ու մեզ էլ հետն էին ուզում կործանեն, բայց փառք Աստծո, Աստված խղճած երևի մեզ, որ Նիկոլ եղավ մեզ ղեկավար։ Ռուսաստանի Դաշնությունում ապրածը կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավար դառնալ։ Ոչ։ Խոսք Սամվել Կարապետյանի։ Ոչ, Սամվել Կարապետյանը մոռացեք ընդհանրապես։ Հերիքա Ռուսաստանից այսպես կուշտենք։ Հերիքա։ Իսկ Փաշինյանն ինչ ունի արած այս երկրի համար։ Խաղաղություն առաջի հերթին, Ազի ջան։ Էդի Մարդը պետք է կույր լինի, որ չտենա Փաշինյանի արած բաները։ Այսքան բան։ Ջիզարման որ դուք տենց հարց եք տալիս։ Չեք տեսնում ինչ էր։ Այ օրինակ ինչ լավ բաներ կան աշխարհում։ Դուք պետք է հակադարձեիք, բայց տեսնում եմ չէ, դուք եք ուզում անպայման Փաշինյանին գցեք, հա։ Այդպես բան չի լինի։ Փաշինյանը կա ու միշտ էլ կլինի։ Փաշինյանից լավ ղեկավար դեռ չի եղել ու չի լինի։ Կցանկանաք, որ տաշիր Սամոն կառավարի Հայաստանը։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև եք տեսել ենք թե նա ինչպեսի հովանավոր է։ Ինձանից մեկից մյուսից խլում է ամեն ինչ, տալիս է մյուսին։ Դա հովանավորչություն չի։ Ասում են Քոչարյանն էլ է միացել իրեն, միասին կփրկեն Հայաստանը։ Որ Հայաստան, այն որ սկացրել են, այն որ կերել են, կեղեքել են այդ Հայաստանն են, թող փրկեին, ժամանակ ունեին։ Հարցվածները պնդում են, որ դեմ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանի եւ այլ ընդդիմադիր ուժերի իշխանության գալուն։ Նրանց խոսքով գալիք ընտրությունները դառնում են ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցություն, այլ նաեւ հանրության ընտրությունը անցյալի եւ ապագայի միջև։ Լավ եք նայում, որ Ադրբեջանի հետ եղբայրական կապերի մեջ լինենք։ Շատ լավ, ինչ այլևս։ Պետք է տենց էլ լինի։ Շուտ, այո, շուտ թե ուշ պետք է եղբայրանան մեկը։ Այսօր չլի վաղը ելնելու է։ Խաղաղությանը ես միանշանակ սիրում եմ խաղաղություն ու կուզենամ, որ խաղաղ լինի, որ մեր երիտասարդությունը մյուս անգամ չտեսնենք այդ արհավիրքը, որ պատերազմ եղավ միանշանակ բոլոր երիտասարդները պիտի մասնակցեն։ Դա է էլի, խաղաղության համար ամեն ինչ կտանք։ Ես չեմ կարծում, որ իրանք չանցնեն պատերազմ կլինի, կարող է ինչ-որ բաներ լինի, բայց պատերազմը այդքան թույլ չենք մենք, որ թողենք էլի, շատ ենք էլի, տառապե, տանջվե, ամեն ինչի համար էլի Ազիզ ջան։ Ըստ հարցումների քաղաքացիները Հայաստանի ապագան կապում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք վստահ են, որ միայն Փաշինյանի նախաձեռնած քաղաքականության շրջանակում է հնարավոր երկիրը դուրս բերել խորքային ճգնաժամից, հասնել խաղաղության Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, վերջ դնելով հակամարտությանը։